Ողջույն գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականություն, ուզում եմ հիշեցնել, որ եթե չհասցնեք հաղորդումը լսել այս հաճախականությամբ, կարող եք նաեւ թվային հարթակներում դիտել, եւ սա կինետիկա հաղորդումն է, իսկ մեր տաղավարում է Վարդուհի Հարությունյանը, Work in Progress ընկերության հիմնադիր տնօրենը։ Վարդուհի ջան, բարի օր։ Ողջույն Մոնիկա ջան։ Մեր հարազատ մարդկանցից ես, տաղավարի հարազատ մարդկանցից շատ ուրախ ենք կրկին քեզ տեսնել այստեղ։ Մենք առիթ ունեցել ենք կինետիկայի շրջանակներում զրուցելու, Work in Progress-ի մասին խոսելու, բայց այն ժամանակ դեռևս շատ ակտիվ չէր։ Կարծես թե դրանից հետո նոր ավելի թեժ փուլ եք դուք ներխուժել։ Այդ թեժ ժամանակների մասին կուզեմ մեզ պատմեք, ինչ է տեղի ունեցել այս ժամանակներում ձեր ընկերության հետ, ընկերության ներսում, թիմի համալրում, նոր ծրագրեր, ինչ եք հասցրել անել։ Նախ շատ շնորհակալ եմ Մոնիկա ջան, որ ինձ եւս մեկ անգամ հրավիրել ես քո հաղորդաշարին։ Ինձ շատ հաճելի է այստեղ գտնվել, իսկապես շատ հարազատ տաղավար է, եւ շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրություն կա կոնկրետ կազմակերպության նկատմամբ նույնպես, այո, ճիշտ եք նկատել, որ կազմակերպությունը բավականին sense ակտիվ եւ շատ անսպասելի զարգացում է ապրում, եւ նոր նախագծեր եւ նոր հաճախորդներ, թիմի համալրում բավականին sense արագ։ Հիմա մտածում ենք ոնց անենք, որ այդ տեմպին դիմակայենք, հա, որովհետեւ զարգացումը իր հետ բերում է իհարկե մի շարք բարդություններ, դու պետք է նաեւ այդ տեմպին կարողանաս նույն որակյալ ծառայությունը մատուցել։ Դրա համար ամեն ինչ անում ենք, որպեսզի մաքսիմալ որակյալ մասնագետներ մեր թիմը համալրեն, մենք կարողանանք մեր գործընկերներին գոհացնել եւ ունենալ նորանոր գործընկերներ նույնպես։ Ինչ եք հասցրել անել։ Նախ թիմը ինչքանով է մեծացել, կրկնապատկվել է, եռապատկվել է եւ ամենամեծ պրոյեկտը, որ հասցրել եք իրականացնել այս ամիսների ընթացքում, որն է եղել։ Թիմը կարելի ասել եռապատկվել է, ուղղակի սպეციფիկայից ելնելով կազմակերպության մեզ մոտ դասական գրասենյակ չի, հա, որ այդ մարդիկ գալիս են, նստում են գրասենյակում, աշխատում են, իրականում ֆրիլանս տարբերակով են աշխատում եւ այդ բոլոր մասնագետները տարբեր հայկական մեծ ընկերություններում շատ բարձր պաշտոններ զբաղեցնող մասնագետներ են, մեծ բարձր որակավորմամբ, իրականում եռապատկվել է, այս պահին մոտ 14 աշխատակից ունենք, հիմա մեզ լսողները կմտածեն, որ դա միգուցե փոքր թիվ է, իրականում մեր կազմակերպության համար ինքը ֆանտաստիկ արդյունք է, որովհետև 2 տարի է ինչ մենք ակտիվ այս գործունեությունն ենք ծավալում եւ արդեն հասցրել ենք թիմ ունենալ, հզոր թիմ ունենալ, ովքեր հավաքվում են, պրոյեկտների շրջանակներում աշխատում են եւ մենք տալիս ենք բավականին լավ արդյունքներ։ Այսպես առանձին պրոյեկտ դժվար կլինի հենց առանձնացնել, որովհետեւ մենք բավականին շատ ընկերությունների հետ ենք աշխատում, ինչպես միջին բիզնեսի, այնպես էլ անգամ ունենք փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր այս պահին եկել են հասել են այն կետին, որ հասկանում են իրենց բիզնեսին պետք են ռազմավարական լուծումներ։ Նաև ասեմ, մեզ լսողները միգուցե չպատկերացնեն ինչով է զբաղվում WIP կազմակերպությունը, ընկերությունը զբաղվում է մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ծառայությունների տրամադրմամբ։ Այսինքն շատ կարճ ասած, մենք օգնում ենք բիզնեսի սեփականատերերին մինիմալ ռեսուրսներով ստանալ մաքսիմալ արդյունք։ Եվ այդտեղ շատ կարևոր է, գործարարները ընկալում են, որ այն ռեսուրսը, որ ծախսվում է, դա մինիմալն է, ինչին որ արդյունքում իրենք հասնում են։ Այո, հիմնականում մեզ դիմում են այն կազմակերպությունները, ովքեր եկել զարգացել են, հասել են մի կետի, ինտուիտիվ, բարեկամների հետ միասին, աշխատասիրությամբ, հա, ոչ մի տենց ռազմավարական հիմք չդնելով, բայց այդ կետից ավել չեն կարողանում աճել, որովհետև իրենց արդեն իսկ պետք են համակարգեր։ Եվ մենք օգնում ենք ընկերություններին ստեղծել այդ համակարգերը, իհարկե գիտակցելով, որ ընկերությունը ունի մշակույթ, կան կանոններ, մենք չենք կարող մեկ օրում գալ եւ ասել այսուհետ այսպես ենք, հա, աշխատում։ Եվ այո, նրանք գալիս են այդ կետին ու հասկանում են, որ արդյունքը կարող է ել ավելի լավը լինել, երբ որ մի տեսակ այսպես չեն կարողանում առաջ գնալ, հա, ինչ անում են, հասկանում են, որ ունեն հաճախորդներ, հասկանում են, որ կարող են շահույթ գեներացնել, բայց ներքին ընթացակարգերի եւ ոչ շատ արդյունավետ կոմունիկացիայի պատճառով չեն կարողանում ապահովել, հա, իրենց հաճախորդներին բարձր արդյունք։ Դա ենթադրում է, որ համագործակցությունները հիմնականում երկարաժամկետ են լինում, ու դուք դառնում եք արդեն թիմի
մաս։ Այո, Մոնիկա ջան, մենք հիմնականում համագործակցում ենք 6 ամսից մինչև 1.5 տարի կազմակերպությունների հետ։ Թիմի մաս փորձում ենք չդառնալ, ինչ իմաստով, երբ որ ռազմավարական խորհրդատվություն ես իրականացնում, առօրյա խնդիրներից զատ ես իրականացնում, որպեսզի այդ համակարգը հետագայում լուծի այդ առօրյա խնդիրները։ Դրա համար շատ հաճախ կան աշխատակիցներ մեր գործընկեր կազմակերպություններում, որ օրինակ գալիս են, ասում են Վարդուհի ջան, այս երկու աշխատողները իրար հետ յոլա չեն գնում, օրինակ, հա, իսկապես մեծ սիրով փորձում ես օգնել, բայց քո աշխատանքը ոչ թե երկու հոգու կամ տեղային խնդրի լուծումն է, այլ գլոբալ համակարգի ստեղծումն է, որը կօգնի, որ թիմակիցները հասկանան, որ արդյունավետ իրար հետ շփվելը եւ համագործակցությունը բոլորի շահերից է բխում։ Հիմա առհասարակ տենդենսը որ ուղղությամբ է գնում, անհատապես աշխատելու եւ այդպես արդյունք գեներացնելու, թե թիմային աշխատանքը ամեն դեպքում գնահատվում է։ Իհարկե, եթե խոսքը գնում է այնպիսի պաշտոնների մասին, որ առնչվում է օրինակ վաճառքին, սպասարկմանը, հա, այսպիսի ոլորտներին, ես կողմնակից եմ անհատական ցուցանիշներին եւ անհատական մարդու զարգաց, այո, բայց մենք չենք մոռանում նաեւ թիմային աշխատանքը եւ երբ որ աշխատակցին գնահատում ենք քանակական որակական ցուցանիշներից ելնելով անպայման այնտեղ ես առաջարկում եմ սեփականատերերին ունենալ չափանիշ, թե ինչպիսի թիմակից է նաև աշխատակիցը, որովհետև նա կարող է շատ վաճառել, նա կարող է լավ սպասարկում ցույց տալ, հա, հաճախորդներին բոլորը գոհ լինեն նրանից, բայց որպես թիմակից շատ տոքսիկ լինել եւ կազմակերպությանը վնաս տալ իր տոքսիկությամբ։ Նոր աշխատողներին վատ բաներ ասել, նրանք չմնան եւ այլն։ Դրա համար երկուսը միասին, իհարկե պաշտոններից ելնելով կարող ենք առանձնացնել պաշտոններ, որոնք խիստ անհատական արդյունքի վրա են հիմնված, կան պաշտոններ, որոնք նաև թիմայինը շատ կարևոր է, հա, կոմունիկացիա։ Այ վերջերս կրկին HR ոլորտից հյուր ունեի, ով պատմում էր, որ սկզբնական շրջանում, երբ ինքը նոր էր այդ ոլորտում, իրեն շատ դժվար էր տրվում աշխատակիցներ հեռացնել աշխատանքից, եւ դա սեփական անձի համար սթրեսային էր շատ։ Այ ձեզ մոտ ոնց է, արդյոք դուք իմունիտետ ունեք այդ մասով թե ոչ, ու ընդհանրապես թիմում այդ կարգավորումներ անելը ինչ հոգեբանական աշխատանք է պահանջում, նաեւ դուք հոգեբան եք, տեսանկյունից կուզեմ ներկայացնեք, ու ոնց է դիտվում այսօր ուղիղ կանգնել եւ ասել, որ դուք աշխատանքից հեռացված եք։ Դա այդ մշակույթը ձևավորված է արդեն։ Մշակույթը ձևավորման փուլում է, ամեն դեպքում մեր մշակութային առանձնահատկություններից ելնելով մենք մի քիչ դժվար ենք դիմացինի հետ ուղիղ խոսում, ի տարբերություն ես շատ այլազգի գործընկերներ ունեմ, իրենք շատ ավելի ուղիղ են։ Մենք ամեն դեպքում հայկական մենտալիտետով մի քիչ ամաչում ենք, փափուկ ենք եւ այլն եւ այլն։ Հարցին պատասխանեմ այսպես, երբ որ ինձ ասում են Վարդուհի ջան, դուք շատ բարի եք, ինչ որ մարդիկ, ես ասում եմ, որ իրականում ես բարի չեմ, նո անձնականի մասին չենք խոսում, հա, գործնական, չնայած անձնականն էլ շատ սուբյեկտիվ հասկացություն է բարի լինելը, ես ասում եմ, որ ես ազնիվ եմ։ Իսկ դրանք շատ տարբեր են բիզնեսի մեջ, եթե դու զգում ես, որ աշխատակիցը վերցնում է եւ ոչինչ չի տալիս կազմակերպությանը, դու տալիս ես շանս, բնականաբար եւ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով էլ չես կարող միանգամից, հա, հեռացնել մարդ պիտի գրավոր նկատողություններ ունենա եւ այլն եւ այլն։ Եթե դու տալիս ես շանս, տալիս ես հնարավորություն, հստակ բացատրում ես ինչ ես իրենից ուզում, սովորեցնում ես, մի քանի փորձ ես կատարում, բայց աշխատակիցը միևնույն է, լավ չի աշխատում, ես այդպիսի աշխատակիցներին շատ հեշտությամբ հեռացնում եմ եւ արդեն տարիներ շարունակ անկեղծ ասած խնդիրներ չեմ ունենում նույնիսկ իմ խղճի հետ կապված, որովհետև հանգիստ եմ, աշխատակցի հետ գնացել է, աշխատանք է գնացել, փորձ է կատարվել, ոչ մի կազմակերպություն չի ուզում աշխատող հեռացնի, վստահեցնում եմ, ոչ մի սեփականատեր չի ուզում, որովհետև բացի դրանից, որ մարդուն են սովորում, տվյալ մարդը կազմակերպության ներքին լիքը ինֆորմացիայի է տիրապետում, հա, եւ ռիսկ է, որ դուրս կգա կազմակերպությունից վատ բաներ կխոսի, իրենք էլ չեն ուզում, բայց երբեմն ստիպված ես։ Ես նկատել եմ, որ HR ոլորտում մեծ մասամբ կանայք են։ Այո։ Ինչով է պայմանավորված, տղամարդիկ որոշել են, որ կանայք պիտի այս ծանր բեռը իրենց ուսերին վերցնեն, թե կանայք են այդ որոշումը կայացրել։ Հիմա այս վերջերս նկատել եմ, որ կան տղաներ, բայց իհարկե իրենք երևի 5%-ից պակաս են կազմում, IT ոլորտից վերջերս նկատեցի տղաներ,
Հարցին դժվար կպատասխանեմ, որովհետև չգիտեմ պատասխանը, կարող եմ ասել, որ ինքը միջազգային երևույթ է, առհասարակ ոնց որ ամբողջ աշխարհում կանայք ավելի շատ են, բայց Հայաստանում շատ ավելի քիչ են։ Ենթադրում եմ, որ HR մասնագիտությունը, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտությունը մի փոքր ավելի ոչ թվերի հետ կապված մասնագիտություն են ընկալում։ Իհարկե դա բացարձակ այդպես չի, հա։ Հեշտ են ընկալում, շատ հեշտ են ընկալում, event management, չգիտեմ, ինչ որ հավես բաներ կազմակերպել, բայց ինքը մասնագիտությունը բնավ դա չէ, էլի, իսկապես թվերի, անալիտիկայի, բարդ հաշվարկների, ստրատեգիայի հետ կապված մասնագիտությունը, եւ ես կարծում եմ, որ շատ տղաներ շատ լավ կկարողանան զբաղեցնել մարդկային ռեսուրսների կառավարչի դերը։ Իսկ առհասարակ Հայաստանում ոլորտը զարգանում է, ոնց եք տեսնում։ Առհասարակ ոլորտը չափից ավելի զարգացել է։ Մասնագետներ ներգրավելու իմաստով շատերն են բարձր հայտ արում, որ իրենք HR են, չգիտեմ, մի քանի կուրս են անցնում, 1 տարի կադրային փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատանքներ են տանում ու հայտարարում են, որ իրենք HR են։ Պահանջարկը շատ մեծ է, հիմնականում 80 եւ ավելի տոկոս կազմակերպությունները 2 ֆունկցիա են ուզում փակել HR մենեջերի օգնությամբ, դա կադրային փաստաթղթաշրջանառությունն է եւ հավաքագրումն է։ Ռազմավարական HR-ով զբաղվող մասնագետները, ովքեր իսկապես պատկերացնում են ինչ է մասնագիտությունն իրենց ներկայացնում, շատ քիչ են Հայաստանում։ Բայց ոլորտը շատ է զարգանում, որովհետև աշխատաշուկան բարդացել է, աշխատակից պահել, գտնել, այս խնդիրների առաջ են կանգնում գործատուները, դրա համար ոնց որ պահանջարկը կա։ Այ ոլորտը կարծում եմ այն թեմաներից է, որի մասին անդադար կարելի է խոսել, որովհետև ժամանակները ժամ առ ժամ են այսպես նոր փոփոխություններ բերում։ Ես կուզեմ, որ մի հետաքրքիր միջոցառման անդրադառնանք, որը ձեր այսպես կազմակերպչական պատասխանատվության տակ է, բիզնես ավանդը, կարծում եմ շատերը արդեն տեղյակ կլինեն, որ ամսի 28-ին սպասվում է մեծ միջոցառում։ Ինչի մասին է բիզնես ավանդը եւ ինչու որոշվեց, որ այն պիտի տեղի ունենա։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ անվանումը տենց շատ մարդիկ հարցնում են ինչու բիզնես ավանդ եւ ավանդ բառը շատ են ասոցացնում բանկային համակարգի հետ, բայց ավանդը սովորաբար բիզնես չի լինում, հա, լինում է բիզնես վարկը։ Անվանումը կապված է մեր մշակութային ավանդույթների եւ ասույթների հետ, այսինքն միջոցառման ընթացքում մենք քննարկելու ենք, թե անցյալից եւ մշակույթից եկած ինչ ավանդ ունենք մեր աշխատուժի, մեր աշխատակիցների միջև եւ ինչպես պետք է ճիշտ հաղորդակցվել հայ մարդու, հայ աշխատակցի հետ։ Միտքը որտեղից ծագեց, ես առհասարակ սիրում եմ օրիգինալ մտքեր եւ օրիգինալ գաղափարներ, իրենք շատ ռիսկային են, որովհետեւ դու դեռ պետք է քո պոտենցիալ հանդիսատեսին բացատրես ինչի մասին է քո միջոցառումը, հետո նոր կարողանաս արդյունավետ անցկացնել, բայց միջոցառման կազմակերպման ընթացքում մենք պարզապես միջոցառում չէինք ուզում կազմակերպել, այլ ուզում ենք իսկապես այս հարցին անդրադառնալ, որովհետեւ երբ որ աշխատում ես հայ մարդու հետ, հետո աշխատում ես ռուս մարդու հետ, հետո աշխատում ես, չգիտեմ, եվրոպացու հետ եւ այլն, դու հստակ տեսնում ես տարբերություններ։ Բոլոր ազգերի մեջ է դա, օրինակ մեր հայկական միտինգները, ժողովները բիզնեսի մեջ շատ ուրիշ ձևով են անցնում։ Մենք շատ հաճախ ժամանակին չենք նայում, մեր կոմունիկացիայի մեջ շատ էմոցիաներ կա դրված, մենք երբեմն, ինչպես ասի, վախենում ենք հստակությունից։ Իսկ օրինակ ռուս գործընկերներիս հետ, եթե ասում եմ մեկանց մեկ մտնում ես գրասենյակ, դա իրենց համար կատաստրոֆա է, ինչը Հայաստանում այդպես չի։ Եթե տրված է մի ժամ, ապա իրենք հստակ օրակարգին հետևում են, բայց իրենց մեջ էլ չկա հոգի, հա, մեր համար մի քիչ դա անհասկանալի է։ Ծայրահեղությունից ծայրահեղություն։ Այո, իրենք շատ են սառն են։ Հիմա որպեսզի մենք կարողանանք արդյունավետորեն կառավարել մեր անձնակազմը, մեր մարդկային ռեսուրսները, մենք սովորում ենք դրսից ստանում ենք գիտելիքներ կառավարչական, որոնք փորձում ենք կիրառել հայ մարդու վրա։ Հիմա մեր գերնպատակն է, որ մենք նաև հայ մարդուն խորքային բացատրենք իր առանձնահատկություններով, որ այս ստացած գիտելիքները կարողանանք հստակ կիրառել եւ մեր բիզնեսի կառավարումը դարձնել ավելի արդյունավետ։ Թիրախում գործարարներն են, ճիշտ եմ հասկանում։ Այ ինչպես կարող են գրանցվել, գալ, այդ մանրամասները կներկայացնեք, եթե դեռևս բաց է գրանցում։ Շատ քիչ տեղեր են մնացել իրականում, որովհետև 8 օրից միջոցառումը տեղի կունենա։ Մենք կայք ունենք globalevents.am, եթե հնարավոր կլինի տեղադրել, շատ շնորհակալ կլինեմ։ Կայքում ամբողջ տեղեկատվությունը կա, մենք շատ հետաքրքիր խոսնակներ ունենք,
շատ հայտնի, օրինակ պրոֆեսոր Արմեն Դարփինյանը մեր հատուկ հյուրն է, խոսնակներից ունենք միջազգային փորձագետ Հասմիկ Դանիելը, ով աշխարհի տարբեր երկրներում է աշխատում, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն է եւ շատ կզարմանան երևի մեզ լսողները, նաեւ Ավետ Բարսեղյանն է մեր խոսնակներից մեկը, ով խոսելու է խոսքի ուժից, կարծում եմ մարդ, որը որ հստակ տիրապետում է խոսքին եւ կարող է խոսել դրա մասին, թե ինչպես կարող է խոսքը ազդեցություն ունենալ բիզնեսի կառավարման գործընթացում։ Ընդհանուր կուզեմ օրակարգը ներկայացնեք, երբ է սկսվելու, այդ ուղղությունները նշեք, ով ինչի մասին է հստակ ներկայացնելու, որպեսզի այն մարդիկ, ովքեր իսկապես կցանկանան գալ, իմանան, թե գալիս են, ինչ են ստանում, արդյոք իրենց դա իսկապես անհրաժեշտ է։ Շատ լավ, մենք սկսելու ենք 3-ին, ցերեկը 15:00, մի շատ հետաքրքիր էքսկուրսիա ենք ունենալու, նախ միջոցառումը տեղի ունենալու Մեգերյան կարպետում, այն մարդիկ, ովքեր չգիտեն, այնտեղ կարպետներ են գործում ձեռքով, շատ հետաքրքիր թանգարանի նման հատված կա, ես ինքս առաջին անգամ որ այցելեցի, ուղղակի հիացած էի, ինչքան հետաքրքիր պատմություններ կան այնտեղի կարպետների մասին։ Այդտեղ բիզնեսի մասին կարծում եմ շատ չի խոսվել, այդ միջավայրը շատ տրամադրող է, այո, բայց շատ հետաքրքիր է էլի ամեն դեպքում բիզնեսի մշակույթի խաչումը։ Այո, էքսկուրսիա է լինելու մոտ 1.5 ժամ, հետո լինելու են head of speaker-ները, հյուրասիրություն, սուրճի հյուրասիրություն, հետաքրքիր խաղարկություններ մեր գործընկերների կողմից։ Ես կոնկրետ խոսելու եմ հայկական ասույթներից, նրանց ազդեցությունից, Ավետը Բարսեղյանը, ինչպես նշեցի, խոսելու է խոսքի ուժից, Հասմիկ Դանիելը միջազգային փորձից եւ տեղական կառավարման առանձնահատկություններից, Տիգրան Ջրբաշյանը խաչեր է անցկացելու նախկին եւ ներկայիս գործարարների տարբերությունների, նմանությունների եւ զարգացման գործընթացի հետ, Արմենը Դարփինյան կկիսվի իր մեծ փորձով, էլի կարծում եմ ամեն ինչի մասին կխոսի, կարծում եմ շատ հետաքրքիր կլինի։ Հետո էլի շատ անակնկալ տենց մաստեր կլաս ունենք պարային, փորձելու ենք մեր բիզնեսմեններին պարացնել, շատ հետաքրքիր։ Բիզնեսը բերում եք այսպես քառակուսիներից դուրս։ Այո, ինքը միանշանակ դասական networking միջոցառումներ, այս վերջերս գործարարներից մեկն էր գրել, ասում հենց եմ հոգնել այդ networking միջոցառումներից, որոնք ստանդարտ են, բոլոր տրեյնինգները հիմնականում այդ ինսայթները, գնացող գծերը կրկնվում են, արդեն բոլորը անգիր գիտեն, այստեղ ստանալու ենք ֆորմատից դուրս տեղեկատվություն եւ պետքա բիզնեսմենը նաեւ պատրաստ լինի այդ տեղեկատվությանը։ Այ դա է ուզում հարցնել, գործարարները որքանով են պատրաստ դրան, այդ շեղվել կանոններից ու նոր կանոններով, թեկուզ մի քանի ժամ լինել դրա մեջ։ Ինչպես հոգեբանությունն է ասում, ցանկացած նոր բան դիմադրության է, այսպես բախվում։ Հատկապես հայազգի մոտ, չէ՞։ Հատկապես հայազգի մոտ, վստահ եմ, որ գործարարներից շատերը տեղում նստած կասեն, վայ, չէ, այսպես չի, մենք դասականորեն այսքան տարի այսպիսի օրինակներ ենք լսել, բայց վստահաբար միջոցառումից հետո իրենց ներսում լիքը բան են տանելու, բացի դրական էմոցիաներից եւ նոր կապերից, շատ հետաքրքիր գաղափարներ եւ ինսայթներ, որոնք հետագայում օգնելու են իրենց բիզնեսի կառավարման տեսանկյունից։ Այդ թեման, որ դուք ընտրել եք, որի մասին պիտի ներկայացնեք, շատ եք ուսումնասիրություններ անցկացրել ու բացահայտումներ արել եք ձեզ համար։ Այո, շատ եմ ուսումնասիրություններ անցկացրել եւ իդեպ ոչ միայն այս միջոցառման շրջանակներում ինձ հայկական հեքիաթները եւ ասույթները միշտ են հետաքրքրել։ Մի փոքր տխրություն եմ նկատել թե ասույթներում, թե հեքիաթներում, որովհետև մեր հեքիաթների հերոսներին ուսումնասիրելով կտեսնեք, որ իրենց կերպարների մեջ հաճախ ինչ-որ sense ծիծաղելի բաներ են ավելացված, օրինակ, չգիտեմ, Քաչնազարը, ցանկացած, կերպարներ։ Այո, կարելի ասել տենց ծուլությունը։ Այո, եւ այդ տխրությունը ու ոչ շատ լրջությունը եւ ոչ շատ leadership, մոդայիկ բառով ասենք, որ մենք պիտի առաջ գնանք, պիտի զարգանանք, այս գաղափարախոսությունը ես այդ ամեն ինչի մեջ այդպես չեմ նկատել եւ կարծում եմ, որ դա ինչ որ չափով կարող է մարդկանց հետ պահել, ոչ թե կարծում եմ այդպես էլ կա, ուղղակի մենք պետք է ընդունենք, որ ուզում ենք առաջ գնալ, ուզում ենք ժամանակի պահանջներին համապատասխան զարգանալ ու հասկանանք մեր մեջ որ հատվածն է, որ իմ, ձեր, բոլորի, բոլորիս ոնց որ այս հասարակության մեջ ենք մեծացել, որ
ամեն դեպքում մի փոքր մեզ ինձ տխրեցնում է, հետ է պահում, կասկածներ է մեր մեջ դնում, որովհետև մենք մինչ այսօր ունենք, մինչ օրս ունենք անվտանգության խնդիր, տենց շատ կայուն պետության մեջ չենք ապրում, այդ կասկածները, վախերը իրենք բոլորիս մեջ կան եւ պետք է, եթե ուզում ենք առաջ գնալ, նաեւ դրանց հետ աշխատել։ Մոտ քանի ասույթ եք հասցրել ուսումնասիրել հեքիաթ, թվով կհիշեք, շատ միջազգայիններն էլ եմ նայել ճիշտն ասած եւ նաեւ հունական հին ասույթներ եմ նայել, որպեսզի համեմատություններ անցկացնեմ, հա, ու հասկանամ իսկապես իրենց գաղափարախոսությունը ինչ է, 100-ից ավել եւ շարունակում եմ ուսումնասիրել, իրենք շատ հետաքրքիր են։ Այս շատ փակագծեր չբացելով, որպեսզի սփոյլը չանենք, էլի ամեն դեպքում շատ են տարբերությունները հայկականի հետ եւ հիմնականում ի՞նչն է տարբերությունը։ Հայկական սովետական մի քիչ իրար նման են, օրինակ տեսեք, ասույթ կա ռուսական, Լյուբապուտնե Վարվարի, նոս ատարվալի, հա, բոլորս գիտենք այդ։ Այդ ասույթը ինչի մասն է, որ հետաքրքրասեր մի եղիր, չէ՞։ Ում են ասել են փոքր երեխային, որը որ էսա փորել, սա ձեռք տվել, ծնողները ասել են մի արա, ինչի են ասել, որտեվ իրենց հարմար չի։ Հիմա փոխվել է, չէ՞, հակառակը։ Հիմա շատ հաճախ մարդիկ այդպես էլ մտածում են, այն մարդիկ, ովքեր փոքրուց այդ լսել են իրենց ծնողներից, մտածում են, որ լավ, ես աշխատում եմ իմ պաշտոնում, ինչի քիթս խոթեմ, եթե տեսնում եմ ինչ-որ խնդիր ուրիշ կետում։ Այստեղ խոսքը չի գնում գործընկերոջ մասին վատ բան ասելու, այլ քո տիրույթից դուրս որևիցե մի երևույթ ուսումնասիրելու մասին։ Հետաքրքրասիրությունը իմ կարծիքով զարգացման հիմքերից մեկն է։ Հետաքրքրասեր մարդիկ լայն հնարավորություն են ստեղծում բիզնեսի համար, տալիս են շատ լավ մտքեր եւ շատ ստեղծարար են, կրեատիվ են ու դա շատ կարեւոր է ճիշտ գործարարի համար ունենալ այդպիսի աշխատակիցներ։ Այ հիմա այս օրինակով ես փորձեցի ցույց տալ, որ այս ասույթի ազդեցությունը ինչքան բացասական կարող է, հա, անդրադառնալ մարդու վրա, ով ձեր աշխատակիցն է։ Եվ իհարկե տալու եմ մեխանիզմներ, ինչպես կոտրել, հա, այդ համոզմունքը, այդ մարդու ոչ թե տեսակը, այլ հենց այդ ասույթից եւ ինչը անդադար կանգնեցնում է, չէ, առաջ տանելու բոլոր դռները փակում։ Այո։ Եվ երբ որ մենք մարդու հետ աշխատում ենք, իսկապես աշխատում ենք նրա խորքային համոզմունքների հետ, շատ ավելի հեշտ է դառնում նրան կառավարել որպես բիզնեսի մի մաս։ Շատ լավ, վերջում ես կուզեմ, որ դուք ներկայացնեք, թե այս մեծ գաղափարի ծրագրի հետևում ովքեր են ձեզ հետ կանգնած, ովքեր են ձեզ օգնում, աջակցում, թիմը արդյոք մեծ է թե ոչ։ WIP ընկերությունը Change Consulting ընկերության հետ համատեղ է իրականացնում նախագիծը։ Մենք ունենք շատ լավ գործընկեր, Mogo Universal վարկային կազմակերպությունը հենց սկզբից հավատաց մեր գաղափարին եւ մեր կողքին կանգնեց։ Ունենք նաեւ շատ գործընկերներ էլի, որ մեզ հետ են, ուղղակի ինձ քանակը շատ է։ Մեզ շատ օգնում են, մեր թիմը շատ մեզ օգնում է, որտեվ ահռելի աշխատանք է իրականում կատարվում, կազմակերպչական, գաղափարային, այս ամեն ինչը մոտ 1 տարի առաջ ենք նստել եւ քննարկել, Հունցվում է։ Այո, իսկապես 1 տարի առաջ սեպտեմբերին մենք դեռ ես հիշում եմ այդ օրը վատառողջ չէի ու դրա համար է շատ տպավորվել սեպտեմբերի 10-ին անցած տարի դեռ խոսում էինք այս գաղափարի մասին ու եփեցինք, եկանք ընկետին, որ ամեն դեպքում անելու ենք այս ռիսկային նախագիծը եւ անելու ենք շատ լավ արդյունքների մեջ վստահ ենք։ Հուսանք, որ ամսի 28-ին շատ համեղ է լինելու։ Այո, Մոնիկա, կասկածներ չկան։ Հրավիրում իհարկե։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, եթե հավելում ունեք, այն մարդիկ, ովքեր գալու են կամ դեռևս տատանվում են գալ թե չգալ, վերջին խոսքով դիմեք նրանց։ Նախ ուզում եմ անպայման ավելացնել, ես ոնց որ գործընկերների մասով չշեշտեցի, մեր լավ գործընկերն է նաև իհարկե գործարար Ալիքը, մեր ինֆորմացիոն հովանավորն է եւ շատ շնորհակալ եմ, որ էլի իմ կողքին եք, ինչպես միշտ, խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, ովքեր մի փոքր հետաքրքրվեցին, ովքեր պատրաստ են իրենց մեջ բացահայտումներ անել, իդեպ միջոցառումը ոչ միայն հիմնադիրների համար է, այլ նաև միջին օղակի ղեկավարների համար, այն մարդկանց, ովքեր որ հենց անձնակազմ են ղեկավարում։ Համեցեք, մասնակցեք, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ, կլսեք շատ հետաքրքիր խոսնակների եւ հաստատ լիցքավորված կգնաք տուն, որպեսզի ձեր բիզնեսը ել ավելի զարգացնեք։ Շնորհակալ եմ, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ
Կինետիկայի հերթական իմ հյուրը Վարդուհի Հարությունյանն էր, Work in Progress ընկերության հիմնադիր տնօրենը, այսքանն էինք այսօրվա համար պատրաստել, հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, իսկ դուք գրանցվեք եւ մասնակցեք ամսի 28-ին կայանալիք բիզնես ավանդին։ Հաջողություն։